Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ կանայք եւ գլոբալ անվտանգային ճարտարապետությունը մտակենտրոնի ավագ փորձագետ Էլեն Հոխիկյանի հետ։ Բարև ձեզ Տիկին Հոխիկյան։ Տիկին Հոխիկյան, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայնը երեկ Երևանում հայտարարեց, որ եթե Ռուսաստանի Դաշնությունը իր շուկան փակի Հայաստանի Հանրապետության տնտեսվարողների առաջ, ապա Եվրամիությունը իր դարպասները կբացի նույն տնտեսվարողների առաջ, նախ ընդհանուր առմամբ անդրադառնանք մի շարք հայտարարությունների, որ երեք հնչեցին էներգետիկ անվտանգության առումով, նոր ներդրումների առումով եւ հասկանանք, թե ինչու է Եվրամիությունը անում այս քայլերը, ինչու է Հայաստանը այսքան կարևոր Եվրամիության համար, հաշվի առնելով նաեւ ընդդիմության հայտնի խոսույթը, որ մենք դուք պետք եւ որ սով է լինելու նախընտրական շրջանում շատ էր այդ մասին խոսվում, որ տնտեսվարողները կանգնելու են աղետի առաջ, կոլապս է լինելու, սով է լինելու, բայց նախ հասկանանք, թե Եվրամիությունը ինչու է այս քայլին գնում, սա միայն տնտեսական քայլ է, թե նաեւ աշխարհաքաղաքական։ Սա առաջին հերթին աշխարհաքաղաքական որոշում է, պայմանավորված հենց Եվրամիության շահերով ռեգիոնալ համատեքստում։ Վերջին շրջանում շատ է խոսվել միջին միջանցքի զարգացման անհրաժեշտության եւ կարեւորության համար միջին միջանցքը ըստ երևույթին կենտրոնական Ասիան Եվրոպայի հետ կապող այլընտրանքային ճանապարհ է, որը հնարավորություն է տալիս շրջանցելու մասնավորապես Ռուսաստանը։ Եվ Եվրամիությունը հատկապես հաշվի առնելով նաեւ մեր կապուղիների բացման մասին հայտարարությունը եւ այդ ուղղությամբ գործուն քայլերը իդեմս տարբեր պրոյեկտների մասնավորապես TRIP-ի միջազգային այսպես Միացյալ Նահանգների գործուն մասնակցությամբ եւ միջնորդությամբ իրականացված, կարծում եմ հստակ խաղադրույք է իրականացնում այս իմաստով։ Բացի դրանից, այստեղ նաեւ արժեքային կոմպոնենտ կա, տարածաշրջանում Եվրամիությունը արժեքային իմաստով ամենամոտ է իրեն տեսնում է Հայաստանի Հանրապետությանը։ Արժեքային ասելով ի նկատի ունեմ ժողովրդավարական մոտեցումները տարբեր երևույթներին, ժողովրդավարությունը առաջին հերթին եւ դրանից բխող արդեն մնացած բոլոր նորմերով առաջնորդվել է առհասարակ։ Հիմա անդրադառնանք նրան, թե ինչ է անում ընդդիմությունը եւ ինչու այստեղ սովի չենք մատնվելու առնվազն։ Եվրամիությունը հայտարարել է, որ ամենակարևորներից թերևս մեկը առևտրի ինքնավար միջոցառումների մասին, սա թերևս իմ գնահատմամբ ամենակարևոր նորություններից մեկն է Հայաստանի Հանրապետության համար, ինչ է սա իրենից ենթադրում, Եվրամիությունը իր դռները բացում է, 450 միլիոնանոց շուկայի դռները բացում է Հայաստանի Հանրապետության արտադրողների առջև։ 99% գյուղատնտեսական ապրանքները մուտք կունենան Եվրամիություն, խոսքը այստեղ հենց այն ապրանքատեսակների մասին է, որոնց մուտքը Ռուսաստանի Դաշնություն վերջին շրջանում արգելվել է, եւ անսպասելի էր նաև նույն սպիրտային խմիչքների հետ կապված նաև կվոտան, խոսքը մոտավորապես 90%-ի մասին է, եթե չեմ սխալվում, նույնպես հնարավորություն կունենա վաճառվելու Եվրամիության տարբեր երկրներում։ Եվ առանց մաքսատուրքի, ճիշտ եմ, չէ՞։ Ամենակարևորը, այո, սա տեղի է ունենալու առանց մաքսատուրքի։ Եթե նախկինում սա կարող էր ոչ այնքան շահեկան լինել հենց նույն արտադրողի դիտանկյունից, ապա մաքսատուրքի այսպես հանելը կամ մաքսատուրք չդնելը առնվազն, կոնկրետ այս ապրանքատեսակների վրա, բավականին մեծ եւ լայն հնարավորություններ է բացում հայ արտադրողների համար։ Այստեղ նաեւ նրանք նշել են, որ կոնկրետ գումար են տրամադրում, չեմ հիշում ինչքան էր գումարը, 18 միլիոնի մասն էր, եթե չեմ սխալվում խոսքը, որը որ վերջին տրանշն էր 52 միլիոն ընդհանուր օգնության, որը հնարավորություն կտա ստեղծելու արտահանման խթանման գործակալություն եվրոպական փորձագետներ կժամանան, որոնք տեղում այստեղ կօգնեն հայ արտադրողին վերակողմնորոշվել եւ իրենց ստանդարտները մոտարկել եվրոպական ստանդարտներին, ինչի հետևանքում արդեն այս օգնությունը որպես այդպիսին եւ փոփոխությունները կարող են շատ ավելի բազային դառնալ, հիմնարար դառնալ, այսինքն եթե մեր արտադրողները իրենց ստանդարտները մոտարկում են եվրոպական ստանդարտներին, հետագայում խնդիր չի առաջանալու այդ ստանդարտներին համապատասխան ապրանքատեսակների իմաստով եվրոպական շուկայում հայտնվելու։ Այստեղ կուզենայի նաև
Եվրամիության եւ Ռուսաստանի տարբերության մասին խոսել, տեսեք, օրինակ Ռուսաստանի Դաշնությունը մեր ռազմավարական դաշնակիցն է, գոնե թղթի վրա առնվազն եւ այլն, եւ հիշում ենք մեր բարեկամ պետություն ամենադժվար ժամանակահատվածում Հայաստանի համար առնվազն 20, 21, 22, 23 թվերին հիշում եք, որ երբ հապկին դիմումներ էր գնում, նրանք քննարկում էին դիմումի սխալ կամ ճիշտ գրված լինելու հանգամանքը, նրանք եւ նրանց հայաստանյան պրոքսիները քննարկվում էր այն, որ պետք է տեղում ինչ-որ փորձագիտական ուսումնասիրություն իրականացնեն, որպեսզի հասկանան թե մեր սահմանները որտեղ է, թե պետք է այդ սահմաններով մեզ եւ հապկեն ընդունել եւ ԵԱՏՄ Եվ նմանատիպ այլ հայտարարություններով էին հանդես գալիս գործուն օգնություն ցուցաբերելու փոխարեն։ Այնինչ Եվրամիության հետ, որի հետ մենք ռազմավարական դաշնակցային հարաբերություններ առնվազն չունենք, անհրաժեշտ անգամ չեղավ օգնության, այսպես կոչով դիմելու Եվրամիությանը, Ուրսուլա ֆոն դեր Լայնը իր խոսքում իսկ նշեց, որ նրանք սա անում են, որպեսզի Ռուսաստանի կողմից այն բռնությունը, որ գործադրվում է տնտեսական Հայաստանի Հանրապետության նկատմամբ, հնարավորություն տան Հայաստանի արտադրողներին շնչելու եւ տնտեսական կոլապսի չենթարկվելու։ Տիկին Հողիկյան, ներողություն եմ խնդրում, նույն կերպ Եվրամիությունը աջակցել է թե Մոլդովային, թե Ուկրաինային, բայց եթե չեմ սխալվում, Հայաստանի դեպքում ծավալը աննախադեպ է, շատ ավելի մեծ է։ Երեք այդ մասին նաեւ վարչապետը խոսեց, որ Հայաստանը միակ ոչ ԵՄ անդամ եւ ոչ էլ անդամակցության հայտ ներկայացրած պետությունն է, որի հանդեպ նման աջակցություն է դրսևորում Եվրամիությունը։ Եվ զուգահեռ չմոռանանք, որ Հայաստանը շարունակում է դե յուրե մնալ հապկ անդամ, ԵԱՏՄ անդամ, ԱՊՀ անդամ, ինչով է պայմանավորված այսքան մեծ կարևորությունը Հայաստանի, որ Եվրամիությունը անգամ աչք է փակում այդ ամենի վրա։ Առևտրի ինքնավար միջոցառումները հենց ենթադրում է հենց այդ մոտեցումը կամ այդ ռեժիմը, որով փաստացի նրանք հնարավորություն են տվել մեզ մուտք ունենալ Եվրամիության շուկաներին առանց այդ մաքսատուրքերի եւ դա հենց այն է, ինչի մասին նաեւ վարչապետը նշեց, որ նմանատիպ հնարավորություն Եվրամիության անդամ կամ անդամության հայտ ներկայացրած պետություններից բացի որևէ մեկը չի ստացել այսօր։ Նախկինում այո եղել են միջադեպեր, կարող ենք հիշել Մոլդովայի հետ տնտեսական պատերազմ Ռուսաստանի Դաշնության, երբ Մոլդովան ստորագրեց ասոցիացիան համաձայնագիրը։ Նմանատիպ պատերազմներ տնտեսական, այսպես կոչված, ունեցել են նաև նույն Վրաստանի հետ, երբ Վրաստանը որոշեց, որ պետք է ասոցացվի Եվրամիության հետ։ Հիշում եք, վստահ եմ, Բորժոմի էր արգելում Վլադիմիր Պուտինը անձամբ, բացի դրանից Ռուսաստանը արգելեց գինիների, մոլդովական գինիների մուտքը Ռուսաստանի Դաշնություն, իսկ Ռուսաստանի Դաշնությունը փաստացի դեռ այն ժամանակ Մոլդովայի միակ շուկան էր գինիների իրացման համատեքստում։ Բորժոմին էլ, ինչպես այսօր մեր արտադրողների դեպքում, հիշում եք, առաջինը նրանք ջերմուկա արգելեցին։ Երևի ինչ-որ բան ունեն, հատուկ վերաբերմունք ունեն հանքային ջրերի նկատմամբ, որ առաջին հերթին հանքային ջրերի նկատմամբ են փորձում այդ սանկցիաները կիրառել։ Բորժոմին էլ իբրև արտադրող բավականին մեծ ներկայացվածություններ այն ժամանակ Ռուսաստանի Դաշնությունում։ Այնպես որ սա նորություն չէ։ Շատ կանխատեսելի է, այդ իսկ պատճառով դրանով պայմանավորված եւ կարծում եմ Հայաստանի Հանրապետության իշխանություններին եւ նաեւ Եվրամիությանը բարդ չէր կանխատեսել այն, ինչ պետք է տեղի ունենա եւ արդեն նախապես ինչ որ միջոցներ ձեռնարկել, որոնք թույլ կտային նմանատիպ իրավիճակում պարզապես շատ ավելի արագ գործել, ինչը եւ մենք փաստացի տեսանք, շատ արագ արձագանք։ Նախապես այս սցենարը հաշվի է առնել։ Ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունում այս սցենարը նախապես հաշվի է առնվել, որովհետեւ նույն հիբրիդային պատերազմի համատեքստում մենք տարբեր հայտարարություններ լսել ենք ընտրությունների նախորդող առնվազն մի քանի ամիսների ընթացքում։ Հնչել են տարատեսակ հայտարարություններ թե ռուսական տարբեր փորձագետների, պաշտոնյաների եւ այլների կողմից։ Մենք նույն նարատիվները լսել ենք Հայաստանի Հանրապետությունում ռուսական պրոքսի ուժերի կողմից, այնպես որ դժվար չէր կռահել, որ եթե Ռուսաստանի նախընտրած քաղաքական ուժերի իշխանության չկան, ապա նրանք կփորձեն ինչ-որ ձևով այնուամենայնիվ պատժել Հայաստանի Հանրապետությանը։ Եվ իդեպ մենք նմանատիպ սցենար արդեն տեսել ենք նույն հապկի հետ 20 թվականից հետո, Արցախյան պատերազմի պարտությունից հետո, եթե հիշում եք, Հայաստանի Հանրապետությանը Ռուսաստանը հրաժարվում էր վաճառել մեր վճարած գումարի համար այն զենքը, որը որ մենք պատվիրել էինք։
Եվ դա այն ժամանակ էր, երբ Հայաստանի Հանրապետությունը այդ զենքի կարիքը շատ ուներ պայմանավորված սահմանային լարվածությամբ 21, 22, 23 թվականներին։ Եվ սա դարձավ պատճառը, որ ի վերջո Հայաստանի Հանրապետությունը ստիպված էր սառեցնել իր մասնակցությունը այս կազմակերպությանը եւ փնտրել այլընտրանքային շուկաներ։ Ինչպես եւ այն ժամանակ, կրկին հիշեցնեմ, շատերը գուժում էին, որ մենք կկործանվենք, Հայաստանի Հանրապետությունը պատերազմի մեջ կմտնի եւ կպարտվի, տարատեսակ ինչ որ սցենարներ էին քննարկվում Հայաստանի վերջի հետ կապված։ Այնինչ ճիշտ հակառակը տեղի ունեցավ, հապկում մեր անդամության սառեցումը մեզ հնարավորություն տվեց դիվերսիֆիկացնելու մեր ռազմական արտադրության ձեռքբերման շուկան եւ աշխարհագրությունը, ինչպես նաեւ այն զինատեսակների քանակը եւ տեսակները, որոնք մենք ձեռք էինք բերում, ոչ այդ միայն Ռուսաստանից եւ շատ սահմանափակ տեսակներով, քանակով, դրանից հետո սկսեցինք ձեռք բերել արդեն ամենատարբեր երկրներից, ինչը թույլ տվեց նաեւ այստեղ նույնպես դիվերսիֆիկացիա ունենալ։ Հիմա նմանատիպ իրավիճակ ունենք ԵԱՏՄ-ի հետ։ ԵԱՏՄ-ի այսպես ԵԱՏՄ-ով ունեցած տարբեր լծակները Ռուսաստանի Դաշնությունը օգտագործում է, որպեսզի Հայաստանին ստիպի գալու այն դաշտ, որը իրեն է ավելի ձեռնտու, այսինքն գալու այն դաշտ ասելով նրանք շատ լավ հասկանում են, որ քանի որ ներկայիս իշխանությունները կրկին մանդատ են ստացել առաջիկա 5 տարիներին կառավարելու Հայաստանի Հանրապետությունում, նրանք սեղանին են դնելու մի շարք հարցեր, հատկապես ցավոտ հարցեր, որոնք անհրաժեշտ է լինելու լուծել։ Օրինակ, առաջին հարցերից մեկը ըստ իս երկաթուղիների հարցն է, որը Ռուսաստանի Դաշնության ռուսական ընկերության է կոնցեսիայի տրվել մի քանի տասնամյակով առնվազն, եւ որը ոչ միայն չի զարգացվել, այլ այդ ընկերության կողմից հասցվել է անմխիթար վիճակի, անհամեմատ այն պետություններին, որոնք շրջապատում են մեզ ռեգիոնում։ Հիմա եթե նայենք ինչ է կատարվում Վրաստանում, ինչ է կատարվում Ադրբեջանում, մեր անմիջական հարևանների մասին եմ խոսում, ես անգամ չեմ խոսում ինչ-որ եվրոպական երկրների մասին, ապա մենք անգամ մոտ չենք նրան, ինչ նրանք արել են վերջին տասնամյակների ընթացքում երկաթուղիներ զարգացնելու համատեքստում։ Իսկ այդ ռուսական ընկերությունը, երկաթգծերը, նրանք բերել են մեր երկաթգծերը այնպիսի անմխիթար վիճակի, որ կարծում եմ հիմա բավականին լուրջ ներդրումներ է անհրաժեշտ լինելու, որպեսզի մենք կարողանանք մեր երկաթգիծը բերենք ինչ-որ ստանդարտները, որը թույլ կտա նույն այս կապուղիների բացման համատեքստում, ապա բլոկավորման համատեքստում տարածաշրջանային մեզ նույնպես դառնալ լիիրավ մաս այն բոլոր պրոյեկտների, լոգիստիկ պրոյեկտների, որոնցում հետաքրքրված է նաև նույն Եվրամիությունը, որոնցում հետաքրքրված է նույն Կենտրոնական Ասիան, որոնցում հետաքրքրված է նույն Թուրքիան, որոնցում հետաքրքրված են բոլոր տարածաշրջանային պետությունները, հատկապես նրանք, ովքեր հասկանում են, որ ներկայիս աշխարհում կարող են բազմաթիվ իրադարձություններ տեղի ունենալ, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ նույն ծովային ճանապարհների համատեքստում, այսինքն այլընտրանքային ցամաքային տարբերակների անհրաժեշտություն կա այսօր, եթե Հայաստանը ուշանա նմանատիպ նախագծերին ժամանակին միանալուց, ապա այսօր արդեն նույն Թուրքիայի կողմից այլընտրանքային նախագծեր են առաջարկվել, որոնք արդեն գործուն փուլ կմտնեն շուտով։ Այսինքն մենք ժամանակ չունենք, որպեսզի ինչ-որ ժեստեր անենք պետությունների, որոնք բարեկամի անվան տակ հանդես գալով արել են ամեն ինչ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը չզարգանա, տորպեդահարել են մեր բոլոր ձգտումները առհասարակ լիարժեք ժողովրդավարական պետություն դառնալու, արել են մաքսիմումը իրենց կարողությունների, առնվազն հիմա առնվազն անում են մաքսիմումը իրենց կարողություններով պայմանավորված, որպեսզի Հայաստանին ետ պահեն առհասարակ հնարավոր բոլոր տարածաշրջանային այն նախագծերի մասնակցությունից, որոնցում իրենք ներկայացված չեն։ Այսօր նրանք շարունակում են մեծ ափսոսանքով խոսել այն մասին, որ իրենք մաս չեն կազմում նույն TRIP նախագծի, որովհետև Գալուզինն ասում էր լավագույն տարբերակը, որ TRIP-ը կարող է գոյություն ունենալ, դա այն է, որ Ռուսաստանը մասնակցություն ունենա։ Դե սա իրենց վարդագույն երազանքներն են իրականում, որովհետև դա իրենց հնարավորություն կտար որևիցե կերպ Միացյալ Նահանգների հետ ունենալ համագործակցություն գոնե ինչ-որ մի պրոյեկտում։ Բացի դրանից, բացի նրանից, որ նրանք հասանելիություն կստանային Միացյալ Նահանգների հետ համագործակցային ինչ-որ մի պրոյեկտի շուրջ
խոսելու, նրանք հնարավորություն են ստանում թրիփի նկատմամբ վերահսկողություն ստանալով տարածաշրջանում պահելու իրենց ազդեցությունը եւ սրա մասին շատ ուղիղ են խոսում եւ նրանք եւ նրանց փորձագետները որոշ ներողություն եմ խնդրում նույն համատեքստում նաեւ Գալուզինը նշում էր որ մի մոռացեք ռուս սահմանապահների արկայության մասին այդ տարածքում որտեղով անցնելու է թրիփը եւ մի մոռացեք երկաթուղու կառավարման մասին Թերևս պետք է շնորհակալություն հայտնել Գալուզինին որ նա նախանշում է այն բոլոր խնդիրները որոնք մենք առնվազն պետք է լուծենք մինչև որ արդեն թրիփը միս եւ արյուն կստանա վերջնական տեսքով արդեն կկանգնի կոնկրետ էքսպլուատացիայի առջև։ Այնպես որ սա է, նրանք պարզապես չեն ցանկանում տարածաշրջանում իրենց ազդեցությունը կորցնել, օրինակ նույն թրիփը ժամանակին պատերազմից առաջ, երբ նրանք պատերազմից հետո ավելի ճիշտ, երբ նրանք փորձում էին Հայաստանին դրթել, ստիպել, որպեսզի այսպես կոչված Զանգեզուրի միջանցք զիջի Ռուսաստանին եւ Ադրբեջանին, Ռուսաստանի անմիջական վերահսկողության ներքո, հիմնական նպատակներից մեկը դա էր, որպեսզի նրանք այլընտրանքային հնարավորություն եւ ճանապարհ ստանան տարածաշրջանում, հատկապես սանկցիոն քաղաքականությունը հաշվի առնելով Եվրամիության, Արևմուտքի Միացյալ Նահանգների եւ այլն, որովհետեւ նրանք գիտեին, որ արդեն պատերազմական գործողություններ են նախապատրաստում Ուկրաինայի դեմ եւ դա բնական է, որ ինչ որ սանկցիաներ կամ պատժամիջոցներ էր ենթադրելու X պահից սկսած։ Այնպես որ սա այն հիմնական բաներից մեկն է, որ նրանք շարունակում են մեծ ափսոսանքով խոսել։ Բացի դրանից որոշ փորձագետներ, ռուս փորձագետներ այնքան ավելի հեռուն են գնում, որ նշում են, որ նրանք այս ամենով հանդերձ կորցնում են ոչ միայն ազդեցությունը Հարավային Կովկասում, Հայաստանում իրենց ազդեցությունը կորցնելով, այլ դա կարող է բերել նրանք, որ նրանք կորցնեն առասարակ իրենց ազդեցությունը նույն կենտրոնական Ասիայում։ Խոսքը այստեղ նաև Ղազախստան, Ղրղստան, Թուրքմենստան եւ այդ 5 երկրների մասին է առհասարակ։ Բայց վերաբերմունքը ներողություն եմ խնդրում, այնուամենայնիվ տարբերվում է Տիկին Հոխիկյան, որովհետեւ մենք տեսնում ենք Ղազախստանը մերձենում է ինչ-որ իմաստով կամ հարաբերություններ է ձևավորում նաև Եվրամիության հետ, օրերս Տոկաևը նաև Բրյուսելում էր, այնտեղ համաձայնություններ ձեռք բերվեցին։ Մենք տեսանք, որ ֆոն դեր Լայենը Բաքվում էր, բայց զրո արձագանք Հայաստանի դեպքում շատ սուր, կտրուկ են արձագանքում եւ հիմնականում դա փաթեթավորում են այնպես, որ Հայաստանը Եվրամիության հետ գործում է Ռուսաստանի դեմ։ Նրանք ոչ միայն որևիցե արձագանքով հանդես չեկան Ղազախստանի դեպքում, իդեպ ես դրա մասին նաև հոդված եմ գրել, նշելով այն բոլոր պատճառները, որոնք որ այս ամենի հիմքում ընկած են։ Նրանք հայտարարություն չարեցին նաև Ադրբեջան կատարած ֆոն դեր Լայենի այցի հետ կապված եւ նրան այնտեղ ձեռք բերված տարատեսակ պայմանավորվածությունների վերաբերյալ թեպետ եւ նույն տարածաշրջանում է գտնվում Ադրբեջանը, իսկ Ղազախստանի դեպքում առասարակ էլի ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ անդամ պետություն է։ Այստեղ ամբողջ խնդիրը նրանում է, որ եւ Ադրբեջանը եւ Ղազախստանը Ռուսաստանի Դաշնությունից կախվածություն, քրիտիկական կախվածություն որևէ ոլորտում չունեն։ Հայաստան թույլողակն է իրենց համար կամ իրենց ընկալմամբ։ Իրենց ընկալմամբ, այո, բացի դրանից, որ նրանք չունեն այդ քրիտիկական կախվածությունները, այստեղ նույն Ղազախստանի դեպքում Չինաստանն է նրանց մեջքին կանգնած, աջակցություն հայտնում եւ անմիջական հարևան է, նույն Չինաստանը, որի հետ այսօր Ռուսաստանը փորձում է մաքսիմալ լավ հարաբերություններ ունենալ, պայմանավորված իհարկե պատերազմի գործոնով եւ պայմանավորված նրանով, որ Չինաստանն այն եզակի պետություններից մեկն է մնացել, որ բարի դրացիական հարաբերություններ է պահպանում Ռուսաստանի Դաշնության հետ։ Թեպետ իրականում Չինաստանի ավելի հեռու գնացող նպատակներից մեկը կարծում եմ Ռուսաստանի հյուսիսային հատվածները ի վերջո անեքսելը եւ չինական դարձնելն է։ Բայց դա լրիվ այլ խոսակցություն է բնականաբար։ Նույն Ադրբեջանի դեպքում էլ հիշում եք նրանք փորձեցին Ադրբեջանի դեմ ինչ-որ ձևով ճնշումներ կիրառել եւ նրանց հասանելի հիմնական լծակը որ ուղղությամբ նրանք փորձեցին սեղմել, դա ադրբեջանական համայնքն է Ռուսաստանի Դաշնությունում, բայց Ադրբեջանը ոչ միայն այս իմաստով այսպես չընկրկեց, այլ նմանատիպ կոշտ վերաբերմունք ցուցաբերեց Ադրբեջանում բնակվող ռուս համայնքի ներկայացուցիչների նկատմամբ։ Օրեր առաջ հայտարարություն տեսա, որ Ռուսաստանը փորձում է պայմանավորվել Ադրբեջանի հետ, որպեսզի նրանք հետ վերադարձնեն այն 9 այսպես կալանավորվածներին եւ դատապարտվածներին տարբեր քրեական գործերով, որոնց նկատմամբ նույն Ադրբեջանը հստակ նմանատիպ վերաբերմունք ցույց տվեց, ինչի որ արժանանում է ադրբեջանական համայնքի։
Մեր սխալը մինչև առնվազն վերջերս, մինչև նույն Արցախյան պատերազմը եւ դրան հաջորդած 1-2 տարիների ընթացքում կախվածությունն է եղել, կրիտիկական կախվածությունը Ռուսաստանի Դաշնությունից։ Տարբեր առիթներով նշել են, որ քանի դեռ մենք ունենք կրիտիկական կախվածություններ, չբազմազանեցված քաղաքականություն տարբեր ոլորտներում, Ռուսաստանը շարունակելու է մեզ դիտարկել իբրև իր ազդեցության գոտի։ Ռուսաստանը մեզ չի ընկալելու իբրև ինքնուրույն խաղացողի, իբրև պետության, ոչ, նրանք սա դիտարկում են, Հայաստանի Հանրապետությունը դիտարկում են իրենց անմիջական շահերի գոտի եւ իրենց իրավունք են վերապահում օգտագործելու այն բոլոր ճնշման լծակները, որոնք եթե մենք իհարկե շարժվենք ոչ այն ուղղությամբ, ինչը նրանց է ձեռնտու, որոնք առկա են նրանց զինանոցում։ Այդպիսի լծակեր կոնֆլիկտը, որը այլևս առկա չէ, գոյություն չունի։ Հիմնական եւ ամենաազդեցիկ լծակներ, որը 13 թվականին հիշում եք, հնարավորություն տվեց մեկ գիշերվա մեջ Հայաստանին Եվրոասոցիացիումից բերել ԵԱՏՄ, Եվրասիական տնտեսական միության դաշտ։ Ընդհանրապես մեկ օրվա կտրվածքում Սերժ Սարգսյանին Մոսկվա կանչեցին եւ ստիպեցին փոխելու նրա որոշումը այս իմաստով։ Այս լծակը այլևս չկա, բայց առկա են առնվազն եւս մի քանի լծակներ։ Մենք ունենք այստեղ տնտեսական լծակը, որը այսօր գրեթե իր ողջ ուժով կիրառվում է Հայաստանի դեմ, ունենք նաև էներգետիկ լծակը, որ ուղղությամբ կարծում եմ պետք է նաև քայլեր իրականացվեն, թեպետ տեսեք Ադրբեջանի հետ կապուղիների բացումը նաև այս իմաստով որոշակիորեն օգնության է հասնում մեզ, որովհետև եթե հիմա Ռուսաստանում ռեալ բենզինի հետ կապված ճգնաժամային իրավիճակ է, այնքան որ նրանք Ղազախստանից էին խնդրել, որպեսզի բենզին վաճառել, մերժում էին ստացել, բայց այնուամենայնիվ մարդասիրական օգնության տեսքով այդ բենզինը նրանք ստացան մեկ անգամյա համատեքստում, ակնկալում են այլ երկրներից, ինչպիսիք օրինակ Հնդկաստանը նմանատիպ օգնություն։ Տիկին Հովհաննիսյան, ներողություն եմ խնդրում, այդ համատեքստում 3 Հայաստան դաշինքի падգամավորներից մեկն ասում էր, եթե Իրանի դեպքում դուք կարող եք ուղղաթիռով դա ուղարկել Եվրամիություն, գազի դեպքում Եվրամիությունը ձեզ ուղղաթիռով գազ չի ուղարկելու, նախ ինչի մասին էր այս ակնարկը, արդյոք սпасել այս ճնշումներին Ռուսաստանի կողմից եւ հաջորդ տեղը, որտեղ Ռուսաստանը փորձելու է այսպես ասած սեղմել, դա գազն է լինելու, հաշվի առնելով նաև Հայաստան դաշինքի падգամավորի հայտարարությունը, որովհետև ենթադրում եմ, որ ինչ-որ ինֆորմացիա ուներ, երբ ակնարկում էր, որ բագազը ինչպես է Եվրամիությունից ուղղաթիռով բերելու Հայաստան։ Փորձը ցույց է տալիս, որ հայաստանյան ռուսական պրոքսի քաղաքական ուժերը եւ ռուսական քաղաքականությունը շատ սինխրոնացված են գործում։ Մենք դրանում առնվազն հնարավորություն ենք ունեցել համոզվելու վերջին 1 տարվա ընթացքում, մինչ ընտրական ժամանակահատվածում, հատկապես ընտրություններին ավելի մոտ ժամանակահատվածում, դա ապացուցելու եկան նաև բազում այսպես արտահոսքեր, որոնք հրապարակվեցին նույն Reuters գործակալության կողմից, այստեղ նաև հրապարակումներ ունեցանք մի շարք այլ այսպես կազմակերպությունների կողմից, որոնք հենց այդ ուղղությամբ էլ այսպես ցույց էին տալիս, մատնանշում էին, այնպես որ եթե նման հայտարարություններ է հնչում կամ սա արվում է իսկապես համաձայնեցված, կամ էլ առնվազն սա այն ուղղություններից մեկն է, որ բնական է Ռուսաստանը պիտի դիտարկի հաջորդիվ, հատկապես եթե նրանք դեռ շարունակում են հույսեր փայփայել, որ Հայաստանում ճնշումների միջոցով կարող են հասնել ինչ-որ էֆեկտի կամ ինչ-որ հնարավոր փոփոխությունների։ Հաշվի առնելով նաև ընդդիմությունը, օրինակ Սամվել Կարապետյանը օրերս հայտարարեց, որ իրենք Սահմանադրական դատարանի որոշումից հետո հնարավոր է դուրս գան փողոց, Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունեն, այս գաղտնի պլանը հաշվի առնելով։ Գիտեք, նրանք եթե ունենային այդ կարողությունները, նրանք անմիջապես ընտրություններից հետո դուրս կգային փողոց։ Եվ հետո պետք է հասկանալ մի բան է, երբ որ դու կոնսոլիդացնում ես գումարով ինչ որ մի շերտի բնակչության, ովքեր պատրաստ են X գումարի դիմաց քո օգտին քվեարկել, եւ մի այլ բան է այդ մարդկանց, քո ընկերությունների աշխատողներին եւ մի շարք նմանատիպ այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ստիպելու, որ նրանք դուրս գան փողոց եւ պայքարեն քեզ իշխանության բերելու համար։ Դրա համար նախադրյալներ են պետք։ Դրա համար առնվազն անհրաժեշտ է, որ Հայաստանի Հանրապետության բնակչության մեծամասնությունը անարդարության զգացում ունենա, դժգոհ լինի այն ուղղվածությունից, որը պետությունը վերցրել է վերջին տարիների ընթացքում, այսինքն կուտակված լինեն մի շարք խնդիրներ, որոնք թույլ կտան գեներացնելու փողոց եւ այդ փողոցն էլ ինչ որ պահի կարող է բերել իշխանափոխության, ինչպես եւ եղավ 18 թվականին։ Հիմա եթե մենք նայում ենք վերջին հարցումներին, առնվազն
խոսքը մեկ հարցման մասին չէ, նույն IRI հարցումը, Հանրապետական ինստիտուտի հարցումը, EVN report-ի իր հարցումներն էր արել, եւս մեկ այլ ընկերության հարցումներ եմ տեսել, որոնք իրականացվել են մինչ ընտրական 6 ամիսների ընթացքում։ Բոլորը ցույց են տալիս, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից առնվազն հարցումներին մասնակցածների հարցվածների 60+%-ը, 61-62%-ը գոհ է այն ուղղվածությունից, որ Հայաստանի Հանրապետությունը վերցրել է վերջին տարիների ընթացքում։ Դժգոհներից շատերը չունեն ռեալ ինչ-որ մեկ բողոք։ 3-4%-ը դժգոհում է արտաքին քաղաքականության ուղղվածությունից, մի քանի տոկոսը բողոք է ռազմական ուժերում իրականացվող փոփոխություններից եւ այլն, այսինքն կրիտիկական հարց, որի շուրջ կա կոնսոլիդացիա, որը հնարավորություն կտար այդ մասային դրանով պայմանավորված դուրս բերել փողոց, դրա շուրջ կոնսոլիդացնել եւ գեներացնել ավելի մեծ հանրույթ, որը ճնշում կգործադրեր իշխանությունների վրա թույլ տալով իշխանափոխություն, չկա։ Օբյեկտիվ պատճառներ իշխանափոխություն իրականացնելու համար չկան։ Իսկ գաղտնի պլանը ինչ կարող է լինել։ Դե չեմ կարծում, որ առասարակ ինչ-որ գաղտնի պլան կա, որովհետև նրանք այնքան բազում հայտարարություններ են արել, որոնք անգամ մեկնաբանության շատ դեպքերում անհրաժեշտություն չեմ տեսել։ Ռեալ ինչ-որ թեմա չկա այդ հայտարարությունների մեջ, քաղաքական միտք չկա այդ հայտարարությունների մեջ։ Եթե մարդը կարող է հայտարարել, որ իր փաստաբանը եթե փոքր-ինչ ավելի գազ տա, ներողություն եմ խնդրում, ոչ հայերեն կամ ոչ գրական այս արտահայտության համար ինքը կարող է դառնալ վարչապետ, ապա հասկանալի եւ պարզ է, որ մարդը բացարձակապես Հայաստանի Հանրապետությունում քաղաքական process-ներից որևէ պատկերացում չունի։ Հիմա ակնկալել, որ նմանատիպ մոտեցմամբ, աշխարհընկալմամբ մարդը կարող է ինչ-որ լուրջ պլան ունենալ, որը հնարավորություն կտա փոփոխություն իրականացնել երկրում, կարծում եմ առնվազն լուրջ չի։ Այնպես որ ըստ իմաստով կարծում եմ անհանգստանալու շատ բան չի կարող լինել։ Բացի դրանից մենք տեսել ենք վերջին 5 տարիների ընթացքում նույն ընդդիմության փորձերի իշխանափոխության բերելու Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ուժն է այս ուղղությամբ բավականին երկար ժամանակ միտինգներով, հանրահավաքներով, բողոքի ցույցերով հանդես եկել, այդպես էլ չեն հաջողել կրիտիկական մասա գեներացնելու իմաստով, առավելագույնը որ հաջողվել է առհասարակ փողոց դուրս բերել 12-ից 15,000 Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են եղել, որոշ դեպքերում տարբեր հայտարարությունների եթե հղում տամ հակակոռուպցիոն կոմիտեի եւ այլն շատերին փողոց են դուրս բերել կրկին ինչ որ ֆինանսական վարձատրության դիմաց կամ որոշ դեպքերում էլ շատերը գնացել են, որովհետև աշխատում են տարբեր կազմակերպություններում, որոնք պատկանում են այդ մարդկանց։ Լավ, Տիկին Հողիկյան, ինչ սպասել ռուսական կողմից հաշվի առնելով հայտնի լռությունը, որ Վլադիմիր Պուտինը չի շտապում շնորհավորել, հնարավոր է որ արդեն չշնորհավորի, չնայած կարծիքներ կան, որ սպասում է սահմանադրական դատարանի վճռին, բայց ինչ է կարծում, ինչով է պայմանավորված այս լռությունը, միգուցե նաև սա ձև է, որպեսզի հնարավորինս երկարաձգի կամ խուսափի հայտնի հանդիպումից, ինչի մասին խոսվում էր, նկատի ունեմ Փաշինյան-Պուտին հանդիպումը, ինչի մասին անոնս էր արել վարչապետը դեռևս նախընտրական շրջանում, որ հունիսի կեսերին, եթե չեմ սխալվում, հանդիպում էր կայանալու։ Հիմա եւ հանդիպումն է ձգձգվում եւ լռություն կա, ինչով է սա պայմանավորված եւ փորձագետների մի շրջանակ Երևանից պնդում են, որ Ուրսուլա ֆոն դեր Լայնի հայտարարությունները դրանք ոչ այնքան տնտեսության մասին էին, որքան աշխարհաքաղաքական, ինչից մենք սկսեցինք, եւ դրանք ավելի շատ նաեւ նրա մասին են, որ փորձ է արվում Հայաստանը տանել Ռուսաստանի տակից, այսպես ասեմ, բառացի։ Ինչ սպասել ռուսական կողմից, ինչ քայլերի սպասել, մանավանդ որ Ռուսաստանում էլ են նույն տեսակետին, որ Եվրամիությունը ոչ թե Հայաստանին տանում է, այսպես ասած, իր դաշտից, իր տիրույթից, այլ փորձում է գործիքայնացնել իր դեմ։ Հայաստանը իր չէ, որպեսզի ինչ-որ տեղից տանեն մի այլ վայր, Հայաստանը պետություն է, որը առաջնորդվելու է իր շահերով։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնությանը, ապա տեսեք, եթե հենց այդ նույն համատեքստում փորձեմ այսպես նույն համատեքստով փորձեմ հարցին մոտենալ, վերջին տասնամյակների ընթացքում Ռուսաստանի Դաշնությունը իր անմիջական վարքով իրենից բառիս բուն իմաստով ետ է մղել
բոլոր այն դաշնակից պետություններին, բարեկամ պետություններին, որոնք մինչև առնվազն նույն ուկրաինական պատերազմը, դրան նախորդած ժամանակահատվածը կամ մինչև Ղրիմի գրավումը եւ այլն, շատ բարեկամաբար էին տրամադրված Ռուսաստանի Դաշնության հետ։ Դրանց թվում էին նաեւ բազմաթիվ եվրոպական երկրներ։ Այսօր պայմանավորված Ռուսաստանի դիրքավորմամբ, նրանց կայսերապաշտական նկրտումներով, բոլոր այն պետությունները, ովքեր գտնվում են Ռուսաստանի հարևանությամբ, հասկացել են, որ Ռուսաստանի Դաշնությունը իր ազդեցությունը բանեցնելու է, օգտագործելու է այն լծակները, որոնք այդ պետությունների վրա կան, որպեսզի նրանց բերի այն դաշտը, այսինքն ստիպի այն որոշումները ընդունել, կայացնել եւ այն գործողությունները անել, որոնք իրեն են ձեռնտու, ոչ թե այսպես երկկողմանի ձեռնտու են երկու պետություններին։ Հիմա որ նայենք բոլոր այն արևելյան եվրոպական պետություններին, ովքեր բավականին լավ էին տրամադրված Ռուսաստանի Դաշնության նկատմամբ, բայց այսօր փորձում են Եվրամիության անդամակցության, այսինքն այսօր փորձում են Եվրամիության անդամ պետություններ դառնալ։ Կարող ենք նայել մի շարք այլ պետությունների, նաև մեր ռեգիոնում եւ մեր ռեգիոնից ավելի դուրս, ովքեր ժամանակին թերևս Ռուսաստանին մեծ եղբոր նման էին ընդունում։ Եթե որև դուք պետություն եք, որը այսօր նայում է, թե Ռուսաստանը ինչպես է դիրքավորում իրեն Հայաստանի Հանրապետության նկատմամբ, պայմանավորված նրանով, որ այստեղ չեն ընտրել այն տեխնացուին, որին ինքն է ուզում։ Ձեր գործողությունները հաջորդիվ ո՞րն են լինելու։ Բնական է, չէ՞, դուք հասկանալու եք, որ եթե գա մի պահ, որտեղ դուք կայացնեք որոշում կամ ընտրություն, որը որ Ռուսաստանին դուրս չի գալու, նրանք ձեր նկատմամբ են նույն կերպ իրենց դիրքավորելու, որովհետև սա առաջին դեպքը չէ։ Սա մենք տեսել ենք առնվազն վերջին 15-20 տարիների ընթացքում։ Վրաստանի դեպքով, Մոլդովայի դեպքով, Ռումինիայի դեպքով, այսօր նաև մեր դեպքով, այսինքն Ռուսաստանը ոչ թե իրեն շրջապատող պետություններին վերաբերվում է իբրև գործընկերների, այլ նա մեզ բոլորիս նայում է իբրև ռեսուրսների եւ իր ազդեցության գոտիների, որոնք իրավունքներ չունեն իբրև պետություն հանդես գալու։ Ու փաստացի սրանով Ռուսաստանը ստիպել է մեզ բոլորիս առնվազն հասկանալ, որ Ռուսաստանը բարեկամ պետություն չէ։ Նա մաքսիմալ փորձելու է մեզ հետ քաշել իր ազդեցության գոտի եւ մեզ իբրև ռեսուրս ընդունել։ Մեզ Ռուսաստանում իբրև պետություն չեն դիտարկում։ Նրանք մեզ իբրև ազդեցության տարածք են դիտարկում։ Կապ չունի ինչպես կձևակերպեն, բայց նրանք համարում են, որ մենք մի շարք այլ պոստսովետական պետություններ իրենց ազդեցության անմիջական տարածքում ենք գտնվում եւ դրանով պայմանավորված չունենք իրավունք այլ կողմ նայելու Եվրամիության կողմ կամ մի շարք այլ ուղղություններով։ Այնպես որ բնական է, որ եթե այն պետությունները, ովքեր չեն բազմազանեցրել իրենց տնտեսությունը, էներգետիկ համակարգերը եւ այլները, այսինքն լծակներ ունեն Ռուսաստանի ձեռքում, բնական է, որ նրանք այսօր տեսնում են, թե ինչ բախտի են արժանանալու վաղը, կամ երեք նրանք արդեն դա հասկացել են, Մոլդովայի օրինակով, Ռումինիայի օրինակով, Վրաստանի օրինակով եւ այլն եւ այլն։ Բնական է, որ մենք էլ այսօր պետք է ձգտենք հնարավորինս արագ բազմազանեցնելու եւ այն կրիտիկական բազմազանեցնելու մեր տնտեսությունը եւ այն կրիտիկական կախվածությունները, որ մենք ունենք Ռուսաստանի Դաշնությունից, հասցնելու մինիմումին։ Սա դեռ 3 պիտի արվեր։ Բնական է, բայց այսօր արդեն հրամայական ունենք հստակ այս ուղղությամբ ինչ-որ գործողություններ անելու։ Վլադիմիր Պուտինի լռությունը շարունակվելու է եւ արդյոք արժի ինչ վերաբերում է Պուտինի հետ հանդիպմանը եւ Ռուսաստանի լռությանը այս իմաստով։ Տեսեք, Ռուսաստանում հասկանում են, որ այն պահին, երբ կընդունեն Նիկոլ Փաշինյանի ընտրվելու հանգամանքը, Նիկոլ Փաշինյանը սեղանին է դնելու մի շարք կնճռոտ հարցերով պայմանավորված փաթեթներ, որոնք պետք է լուծվեն։ Չեն կարող մի շարք հարցեր, որոնք այսօր խանգարում են Հայաստանի Հանրապետությանը, իր տարածքում իր ամբողջ պոտենցիալը իրացնելու, պարզապես մնան սառեցված, որովհետև Ռուսաստանին այդպես է ձեռնտու եւ հարմար։ Եվ միևնույն ժամանակ Ռուսաստանն էլ դրա դիմաց որևէ բան չի առաջարկում։ Նա շարունակում է խոսել վերջնագրերի, պարտադրման լեզվով Հայաստանի Հանրապետության հետ։ Սա հասկանալով բնական է, որ նրանք մաքսիմում ձգձգելու են այդ պահը։ Բացի դրանից նրանք շարունակում են մնալ այն նույն աշխարհընկալմանը եւ համոզմունքներին, որոնք նրանք ունեցել են 90-ականներին եւ 2000-ականների սկզբին։ Չեն ուզում նկատել եւ տեսնել, որ աշխարհում
ռեալ փոփոխություններ են տեղի ունեցել բոլոր ուղղություններով եւ բոլոր իմաստներով եւ իրենց գործելավոճն էլ շարունակում են պահել ճիշտ նույն այսպես գործիքակազմով կամ պայմանավորել նույն գործիքակազմով, ինչ նրանք կիրառում էին 2000-ականների սկզբին կամ 90-ականների վերջին։ Հիմա ինչ կլինի, առնվազն կարող եմ հղում անել նույն Վլադիմիր Պուտինի խոսնակի Պեսկովի խոսքերին, ով ընտրություններից հետո հայտարարեց, որ իրենք շտապելու տեղ չունեն, որովհետև դեռ որոշումը վերջնական չի հայտարարվել, իսկ դրանից հետո կարող է այդ որոշումը վիճարկվել, նրանք կսպասեն մինչև բոլոր ինստանցիաներով այդ հարցը կանցնի, վերջնական արդեն ինչ որ որոշում կամ լուծում կլինի եւ դրանով պայմանավորված նրանք արդեն կորոշեն թե երբ շնորհավորել։ Բացի դրանից, տեսեք, եթե նրանք իրենց պրոքսիների դրթում են ինչ-որ պայքար սկսել, շնորհավորել վարչապետին, որ ընտրվել է, կնշանակեր պարզապես նրանց թևաթափ անել, արձանագրելով, որ չեն էլ հավատում, որ այդ պրոքսիների մոտ ինչ-որ բան հնարավոր է, որ կստացվի։ Այսինքն, եթե մինչ այս ձևական կողմը պահվում էր, հիմա շատ ուղիղ, հստակ բաց խաղաքարտերով խաղում են եւ չեն էլ թաքցնում, որ օրինակ այդ նույն կնճռոտ հարցերը փորձում են ձգձգել ժամանակը կամ օդում կախված պահել։ Բնականաբար, որովհետեւ արդեն կորցնելու հստակ բան ունեն։ Նրանք հասկանում են, որ առաջիկա 5 տարիները որոշիչ չեն լինելու, որովհետեւ ռեգիոնում գործարկվելու են մի շարք բավականին մեծ պրոյեկտներ, որոնք Ռուսաստանի ունեցած ազդեցությունը վերջնականապես թուլացնելու են ռեգիոնում։ Ռեգիոն ասելով ի նկատի ունեմ Հարավային Կովկասը եւ արդեն ավելի մեծ ռեգիոն է նաեւ։ Այդ իսկ պատճառով նրանք փորձելու են ճնշում գործադրել այնքան, ինչքան կարողանան, բայց միևնույն ժամանակ ես կարծում եմ իրենք էլ պիտի հասկանան, որ եթե շարունակեն նույն կաթնային քաղաքականությունը, ապա հասնելու են ճիշտ նույն արդյունքներին, ինչ որ հասան հապկի դեպքում։ Այսինքն Հայաստանին պարզապես հնարավորություն են տալիս, որպեսզի մենք թեպետ եւ ստիպված, բայց դիվերսիֆիկացնենք մեր արտաքին քաղաքականությունը կամ տնտեսական քաղաքականությունը, որը մեզ հնարավորություն կտա ավելի ազատ լինել եւ մի տեղից կախված լինել բազմաթիվ այլ պետություններից, ինչը հետագայում որևէ մեկին հնարավորություն չի տա մեզ շանտաժի ենթարկելու ինչ որ քաղաքականություններով պայմանավորված։ Եվ վերջում ցիտելով դասականին, շակերտավոր ասած դասականին, որը ասում էր, որ դեում է պետք Հայաստանը կամ ուր պիտի գնա Հայաստանը, հիմա մենք տեսնում ենք, թե ինչպիսի պայքար է գնում Հայաստանի համար, այսպես ասեմ, կամ Հայաստանի համակրանքը շահելու համար, մենք կարող ենք ասել, որ Հայաստանի կշիռը փոխվել է եւ Հայաստանը այսօր հստակ խաղացող է, ելի պիտի ցիտեմ Հայաստան դաշինքի падգամավորներից մեկին, որը երեք ասում էր, որ Հայաստանը հիմա դարձել է պեշկա երկու պետությունների միջև ու փորձում են իրեն օգտագործել։ Հիմա Հայաստանը խաղացող է քաղաքական դաշտում նկատի ունեմ աշխարհաքաղաքական իմաստով, տնտեսական իմաստով։ Եթե Հայաստանը լիներ պեշկա, ինչպես նշել է ձեր նշած падգամավորը, Արտուր Խաչատրյանը, ապա Հայաստանը ոչ թե ինքնուրույն կփորձեր որոշումներ կայացնել եւ կողքից էլ նրանք կփորձեին խանգարել, այլ այն պետությունները, ովքեր խաղում են, հա, այդ ֆիգուրով, կշարժեն այդ ֆիգուրը այն ուղղությամբ, որ իրենց անհրաժեշտ է։ Եթե փաստացի մենք տեսնում ենք ռեալ Ռուսաստանի Դաշնության կողմից փորձեր Հայաստանի Հանրապետությունը փոփոխության հասնել իրենց պրոքսի քաղաքական ուժերի միջոցով, ապա դա բնավ չի նշանակում, որ Հայաստանը պարզապես ֆիգուր է խաղատախտակի վրա այն համատեքստում, ինչում որ փորձել է մատնանշել ձեր նշած падգամավորը։ Ինչ վերաբերվում է մնացածին, գիտեք ինչ, երևի թե սպասենք, տեսնենք, թե հետագայում զարգացումները ինչպիսին կլինեն, բայց ես համակարծիք չեմ այն մտքի հետ, որ Հայաստանի Հանրապետության համար պայքար է գնում եւ մենք այս հարցում մեր ասելիքը չունենք։ Հայաստանի Հանրապետության համար նույն Եվրամիությունը առաջ եկավ, քայլ արեց եւ մեզ օգնություն ցուցաբերեց հենց այն պատճառով, որ Հայաստանի Հանրապետությունը կոնկրետ արժեքային իմաստով եւ իր քաղաքականությունների համատեքստում որոշում է կայացրել եւ այդ ուղղությամբ հստակ արդեն բավականին երկար ժամանակ է ընթանում է։ Ապացուցել է, որ ինքը կոնկրետ հետևողական է այն բոլոր արժեքների համատեքստով, հայտարարած իր նպատակների կոնտեքստով եւ այլն, այդ իսկ պատճառով մենք ունենք օգնություն կողքից։
շատ համեմատելի չէ, բայց եթե այս համատեքստում օրինակ բերեմ, եթե կհիշեք, երբ Ուկրաինայի դեմ պատերազմը սկսվեց, նրանք առանձնապես դաշնակիցներ չունեին, որովհետև որևէ մեկը չէր հավատում, որ նրանք կռվելու են։ Բայց երբ Ուկրաինան սկսեց կռվել եւ ցույց տվեց, որ անկոտրում կամք ունի պաշտպանելու իր տարածքը, իր պետությունը, իր իրավունքները, ապա բնական է կողքից հայտնվեցին նաեւ պետություններ, ովքեր սկսեցին օգնել Ուկրաինային։ Հիմա նմանատիպ իրավիճակում ենք նաեւ մենք, տեսնելով, որ մենք հետևողական ենք այն բոլոր հայտարարությունների, արժեքների, քաղաքականությունների իմաստով, որոնց մասին մենք լսել ենք ոչ միայն նախընտրական ժամանակահատվածում, այլ նաեւ պատերազմին հաջորդած ժամանակահատվածում Եվրամիությունը օգնություն է ցուցաբերում, որպեսզի մենք կարողանանք հասնել մեր կողմից նախանշված թիրախներին։ Հայաստանը կամք ու համառություն է ցուցաբերում։ Անշուշտ, որովհետև եթե Հայաստանը կամք եւ համառություն չցուցաբերեր, այսօր մենք կունենայինք Զանգեզուրի միջանցք, չէինք ունենա անմիջական սահման Իրանի հետ եւ կլինեինք ճիշտ այն պեշկան, որի մասին խոսել է ձեր նշած պատգամավորը։ Շնորհակալ եմ Տիկին Հոկիկյան։ Ձեզ նույնպես շնորհակալ։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս կանայք եւ գլոբալ անվտանգային ճարտարապետությունը մտակենտրոնի ավագ փորձագետ Էլեն Հողիկյանն էր, կհանդիպենք